Հիմա Սևյանի անվան մշակույթի պալատի դիմաց եմ, լեգենդար շենք է, մշակութային կյանքի առումով Լենինականի, ես չեմ ճանաչում մի լենինականցի, ով լսած չլինի Սևյանի ակումբի, Սևյանի մշակույթի պալատի մասին։ Շենքը կառուցվել է 1920-ական թվականների վերջերին, ցավոք սրտի ճարտարապետը անհայտ է, բայց հուսով եմ կպարզենք առաջիկայում, եւ շենքը ծառայել է որպես երկաթուղայինների մշակույթի պալատ, որտեղ բազմազան մշակութային գործունեությամբ զբաղվել են երկաթուղայինները, մեր այս երկաթուղային պալատի մշակույթի երկաթուղային պալատի Սևյանի ակումբի դիմաց գտնվում է երկաթգիծը, երկաթուղային կայարանը Գյումրու եւ շրջակայքում ապրել են երկաթուղայիններ եւ այստեղ նրանք զբաղվում են մշակութային գործունեությամբ, երգ, պար, նկարչություն, տարատեսակ մշակութային գործունեություն եւ ինչն էր հետաքրքիր, որ այս ակումբում զբաղվելով հասնում էին պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի, տարբեր պալատներ են եղել, տեքստիլի պալատը, սա երկաթուղայինների պալատն է, իդեպ համ Սևյան են ասում, համ Սևոյան են ասում, դա Եգոր Սևյանի հեղափոխական Եգոր Սևյանի անունով է կոչվել պալատը, իսկ նրա անունը տարբեր տեղերում տարբեր ձև է հիշատակվում, թե հիշատակվում է Սևյան, թե Սևոյան։ Իդեպ դիմացն էլ գտնվում է հանրահայտ քանդակագործ Արա Սարգսյանի մայիսյան ապստամբության հերոսներին նվիրված հուշակոթողը, Եգոր Սևյանը հենց այդ մայիսյան ապստամբությանն է մասնակցել, դրա համար էլ այդ հուշակոթողը տեղադրված է այդտեղ։ Սևոյանի ակումբում իր գործունեությունը ծավալել է նաև բոլոր լենինականցիներին հայտնի Աղասի Շաբոյանը, վարպետը, պարարվեստի վարպետը, ով դաստիարակել է պարողների մի քանի սերուն։ Սևյանի ակումբը բավականին էմոցիաներ, դրական հուշեր է առաջացնում լենինականցիների մոտ, շատերը հիշում են իրենց հարազատներին, թե ինչպես են այստեղ զբաղվել տարբեր մշակութային գործունեությամբ։ Ես նշեմ, որ պրոֆեսիոնալիզմը այնքան էին բարձրացնում տարբեր, բարի առումով, երգի, չգիտեմ, նկարչության եւ այլնի, հատկապես երկնուպարներ բավականին զարգացած, որ իրենք կարողանում էին ներկայիս պրոֆեսիոնալներից մի քանի անգամ բարձր մակարդակով ներկայացնել մեր մշակութային արժեքները։ Շիրակի մեղեդիները դրա վառ օրինակն է, որտեղ ոչ պրոֆեսիոնալ, նման ակումբներում կրթված, դաստիարակված մարդիկ են ներկայացնում։ Բայց երկրաշարժից հետո Սևյանի մշակույթի պալատը հայտնվեց այս վիճակում բավականին անմխիթար եւ շուրջ 30 տարուց ավելի անընդհատ խոսք են տալիս, որ վերականգնելու են, բայց մենք տեսնում ենք, որ ոչ մի աշխատանք չի արվել, գալիս են ինչ-որ մուլտիկներ նկարում են, որ այսքան գումար ծախսելու ենք, այսպես վերանորոգելու են, բայց բնականաբար ոչ մի բան չի արվել, Գյումրու բյուջեն ընդամենը 14 միլիոն դոլար է, 14 միլիոն դոլարով ոչ մի բան էլ չի կարելի վերականգնել, առավել եւս նման հսկայական շինությունները։ Դրա համար Մայր Հայաստան շարժումը, Մայր Հայաստան դաշինքը առաջարկել է Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու ծրագիրը, որը Գյումրիում կվերականգնի երբեմնի այն արդյունաբերական պոտենցիալը, տնտեսական աշխուժությունը, լենինականցիները կհիշեն, որ սա աշխատավորների քաղաք է եղել եւ կգեներացվեն գումարներ, որպեսզի մենք կարողանանք նման շինությունները կարգի բերել։ Իդեպ հենց երկաթգծի դիմաց է, իսկ երկաթգիծը այդ ծրագրի շրջանակներում կարևոր դերակատարություն է ունենալու եւ երկաթգծին հարակից թաղամասներն ու շինությունները պետք է այդ ծրագրի շրջանակներում վերականգնվեն։ Սա վերացական խոսքեր չեն, բազմաթիվ օրինակներ կան, ազատ գոտի հռչակելու տարբեր քաղաքներում, հատկապես չինական փորձն է այս առումով շատ կարևոր, ուստի եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, մենք քաղաքում չենք ունենա նման լքված մշակութային օջախներ եւ ընդհանրապես այս տիպի տեսարաններ մենք քաղաքում չենք ունենա։